Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ զգացել ես, որ դու այնքան հոգնած ես, որ կարծես մի փոքր հարված էլ լինի, կկոտրվես։ Երբեմն կյանքը մարդուն դարձնում է կոտրված եղեգի նման։ Հենց այսպիսի մարդկանց համար է հնչում այս հզոր խոսքը։ Այսօր Եսայի մարգարեության 42-րդ գլխում։ Հակոբն իմ ծառան է, օգնական պիտի լինեմ նրան, իմ ընտրյալն Իսրայելն է, որին ընդունեց իմ հոգին, իմ շունչը կտարածեմ նրա վրա, և նա հեթանոսների դատաստանը կտեսնի, նա չի աղաղակելու և չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու, անգամ ջախջախված եղեգը նա չի ջարդելու և առկայծող պատրույգը չի մարելու, այլ արդարությամբ դատաստան է տեսնելու, նա պիտի ծագի և պիտի խորտակվի, քանի որ երկրի վրա չի հաստատել դատաստանը, և ազգերն իրենց հույսը պիտի դնեն նրա անվան վրա, այսպես է ասում Տերը Աստված, որ ստեղծեց երկինքն ու կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամեն բան, ինչ որ կա նրա վրա, շունչ տվեց այնտեղ գտնվող մարդկանց, հոգի բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրա, ես Տերը Աստված, արդարությամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից և զորացրի քեզ, իբրև ուխտ տվեցի քեզ ժողովրդին և իբրև լույս ազգերին, որպեսզի կույրերի աչքերը բացես և խավարի մեջ նստած կալանավորներին հանես բանտից ու զնդանից, ես եմ Տերը Աստված, սա է իմ անունը և փառք ուրիշին չեմ տա և ոչ էլ առաքինությունը ուրքերին, ամեն։ Աստված ներկայացնում է իր ընտրյալ ծառային, Մեսիային, որին մենք ճանաչում ենք որպես Հիսուս Քրիստոս։ Եվ այս նկարագրությունը բացահայտում է Աստծո սրտի ամենագեղեցիկ կողմերից մեկը։ Աստված ասում է. «Ահա իմ ծառան, որին ես հաստատել եմ, իմ հոգին դրել եմ նրա վրա»։ Սա Մեսիայի նկարագրությունն է։ Նա չի գալիս միայն իշխանությամբ, այլ գալիս է Աստծո Սուրբ Հոգու զորությամբ։ Նոր կտականը այս խոսքը կապում է Հիսուսի ծառայության հետ, երբ նա սկսեց իր առաքելությունը։ Սիրելի հետևորդ, Աստծո գործը միայն երբեք մարդկային ուժով չի կատարվում, այն կատարվում է, երբ Սուրբ Հոգին գործում է մարդու մեջ։ Մի փորձիր ապրել քրիստոնեական կյանքը միայն քո ուժով, ամեն օր խնդրիր Աստծո օգնությունը։ Այս հատվածը շատ զարմանալի է։ Մեսիան չի գալիս աղմուկով, չի գալիս ուժի ցուցադրությամբ, նրա ճանապարհը խոնարհության ճանապարհ է։ Մեր աշխարհում հաճախ բարձրաձայն խոսողներն են ուշադրություն գրավում, բայց Աստծո գործը հաճախ կատարվում է խաղաղ և լուռ ձևով։ Աստծո ամենամեծ գործերը երբեմն տեղի են ունենում այնտեղ, որտեղ մարդիկ չեն նկատում։ Մի մտածիր, որ միայն մեծ ու տեսանելի ծառայություններն են կարևոր։ Հավատարմությունը փոքր բաներում նույնպես մեծ արժեք ունի Աստծո առաջ։ Այս հատվածի ամենահայտնի և ամենահուզիչ խոսքերից է. «Կոտրված եղեգը չի կոտրի և ծխացող պատրույգը չի հանգցնի»։ Պատկերացրու, կոտրված եղեգ, հազիվ վառվող պատրույգ, սրանք խորհրդանշում են թույլ, հոգնած, վիրավորված մարդկանց։ Եվ Աստված ասում է. Մեսիան նրանց չի մերժելու։ Սիրելի հետևորդ, եթե դու այսօր զգում ես, որ քո հավատը թույլ է, Հիսուս քեզ չի մերժի։ Եթե քո սիրտը վիրավորված է, նա քեզ չի կոտրի էլ ավելի։ Նա գալիս է ոչ թե բուժելու, ոչ թե քեզ կոտրելու։ Սովորիր մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես Քրիստոսը։ Միշտ ապիր դատել, մի անգամից մերժիր, երբ տեսնում ես կոտրված եղեգ, փորձիր լինել բժշկող, ոչ թե դատող։ Չնայած նրա մեղմությանը, Մեսիան թույլ առաջնորդ չէ։ Այս հատվածն ասում է, նա մինչև վերջ կհաստատի արդարություն երկրի վրա։ Շատ կարևոր է այս հավասարակշռությունը,
Քրիստոսի սերը թուլություն չէ, նրա մեղմությունը անարդարության հանդուրժում չէ։ Նա բերում է ճշմարտություն, արդարություն, Աստծո թագավորություն։ Աստված ասում է. «Ես քեզ տվեցի լույս ազգերի համար»։ Քրիստոսի առաքելությունը միայն մեկ ժողովրդի համար չէր։ Նա եկավ ամբողջ աշխարհի համար։ Սիրելի հետևորդ, Քրիստոսի լույսը միայն եկեղեցու պատերի համար չէ։ Այդ լույսը պետք է երևա քո ընտանիքում, աշխատանքում, քո հասարակության մեջ։ Այս շաբաթ փորձիր լինել լույս գոնե մեկ մարդու համար։ Քաջալերիր մեկին, օգնիր մեկին, կիսվիր հավատքով մեկի հետ։ Մեսիայի առաքելությունը նաև ազատություն է բերում։ Նա գալիս է բացելու կույր աչքերը, ազատելու բանտարկյալներին, հանելու խավարի մեջ գտնվողներին։ Սա միայն ֆիզիկական հրաշքների մասին չէ, սա խոսում է հոգևոր ազատության մասին։ Քրիստոսը ազատում է մարդուն մեղքի կապանքներից, վախից, հուսահատությունից։ Այս հատվածը ավարտվում է ուրախությամբ։ Մարգարեն ասում է. «Նոր երգ երգեք Տիրոջը, երբ Աստված գործում է մարդու սրտում, ծնվում է նոր ուրախություն»։ Հավատքը միայն պարտականություն չէ, այն նաև ուրախություն է։ Մի մոռացիր շնորհակալություն հայտնել Աստծուն։ Շնորհակալ սիրտը պահպանում է հավատքը կենդանի։ Սիրելի հավատավոր հետևորդ, եթե այսօր քեզ կոտրված եղեգի պես ես զգում, հիշիր այս խոսքը. Քրիստոսը չի կոտրում կոտրվածներին, նա բուժում է նրանց։ Եթե հավատքդ ծխացող պատրույգի պես փոքր է, նա չի հանգցնի այն։ Նա կվառի այն նորից, եւ նա քեզ նույնպես կանչում է լինելու լույս այս աշխարհում։ Այսօր հիշիր 3 բան. Աստված տեսնում է քո ցավը, նա կարող է վերակենդանացնել քո հավատը եւ նա կարող է քեզ դարձնել լույս ուրիշների համար։ Վստահիր նրան մեղմ ուժին, մոտեցիր նրա սիրուն եւ քայլիր առաջ հավատքով։ Սիրելի հետևորդներ, եթե հավանեցիք այս տեսանյութը, կարող եք տարածել, մեկնաբանության մեջ գրել ձեր կարծիքը ու բաժանորդագրվել մեր այս ալիքին։